Բարի օր հարգելի հետևորդներ, հրապարակ TV-ն եք դիտում, ես Հայկ Ալոյանն եմ, այսօր հրապարակի պատշգամբում հյուրընկալել եմ սահմանադրագետ Վահե Գրիգորյանին, պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Երեք սահմանադրական դատարանում եզրափակիչ ամփոփիչ ելույթները հնչեցին, ընդհանուր առմամբ սահմանադրական դատարանում տեղի ունեցածը ինչպես կբնորոշեիք։ Սահմանադրական դատարանում մի շարք քաղաքական ուժեր վիճարկում են ընտրությունների արդյունքները, սակայն այս անգամ ընտրությունների արդյունքների հետ կապված վեճը յուրահատուկ բնույթ ունի, քանի որ բացի ընդհանուր ամբողջ Հայաստանում ընտրությունների արդյունքների վիճարկման գործից, առկա է նաև Բարգավաճ Հայաստան կուսակցության դիմումը, որով վիճարկվում է ոչ միայն ամբողջ Հայաստանում ընտրությունների արդյունքները, այլև մանդատների բաշխման կարգը, ըստ էության սահմանադրական դատարանի ներկայացված դիմումի այլընտրանքային պահանջը հանդիսանում է մանդատների բաշխման նոր կարգ, առավել պարզ ասած, Բարգավաճ Հայաստան կուսակցությանը ազգային ժողովում ներկայացված լինելու հնարավորություն տալու պահանջ։ Իսկ ընդհանուր առմամբ սահմանադրական դատարանի դիրքորոշումը ինչ տպավորություն թողեց ձեզ վրա, այն լիովին անկախ էր, թե որոշակի ուղղորդում ուներ։ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը ակնառու կդառնա բացառապես իր կողմից հրապարակված որոշման դեպքում, սակայն ուշագրավ է, որ երկու քաղաքական ուժեր բարձրաձայնեցին սահմանադրական դատարանի դատավորի գործին մասնակցելու անհնարինության հարց, որը գործող օրենսդրությամբ կողմը կարող է ներկայացնել, սակայն դատավորը պետք է բարձրաձայնի եւ որևէ դատավոր չբարձրաձայնեց այդ հանգամանքը։ Դրանից բացի դիմող Բարգավաճ Հայաստան կուսակցության, պարոն Արամ Օրբելյանի եւ իմ կողմից ներկայացվել է միջնորդություն, ըստ էության նման, բայց հակառակ պահանջ ունեցող միջնորդություն, որով պահանջում ենք, որպեսզի սահմանադրական դատարանը ամբողջ կազմով քննի գործը եւ ինչումն էր հիմնավորումը։ Տեսեք, բարձր դատարանի կոնցեպտը, որը վերաբերելի է վճռաբեկ դատարաններին եւ սահմանադրական դատարաններին, ենթադրում է, որ բարձր դատարանում պաշտոնավարող դատավորը որևէ դեպքում չի կարող ունենալ կողմնակալության այնպիսի մակարդակ, որը իր ազդեցությունը կթողի կայացած դատական ակտի վրա։ Այդ իսկ պատճառով էլ դատարանների այդ կոնցեպտը կոչվում է բարձր դատարաններ, հետևաբար, երբ որ երկու կողմերի միջնորդությունները անհնարինության հարց բարձրաձայնելու վերաբերյալ մերժվեցին, ներկայացվեց ըստ էության հակառակ տրամաբանությամբ եւ հակառակ պահանջով միջնորդություն, որ սույն գործի լուծմանը մասնակցեն սահմանադրական դատարանի բոլոր դատավորները, որովհետեւ իմ անկեղծ կարծիքով այն պատճառաբանության, որը չքննարկվեց կոնկրետ մի դատավորի անհնարինության հարց բարձրաձայնելու դեպքում, եթե տվյալ դատավորի անհնարինությունը չէր կարող քննարկվել, ապա մյուս դատավորներին եւս չէր կարող քննարկվել։ Այսինքն ոչ այնքան օբյեկտիվ դիրքորոշում որդեգրեցին, ճիշտ եմ հասկանում։ Ոչ, ես չեմ կարող նման պնդում անել, իմ գնահատականը պայմանավորված է ոչ թե օբյեկտիվ կամ ոչ օբյեկտիվ դիրքորոշմամբ, այլ պայմանավորված է նրանով, որ եթե Տիկին Սեդա Սաֆարյանը կարող է մասնակցել գործի քննությանը, ապա պարոն Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը նույն տրամաբանությամբ պետք է մասնակցեն։ Ընդ որում, եթե մի պահ վերանանք անձերից, կրկին պետք է ներկայացնեն բարձր դատարանի կոնցեպտը, որով սահմանադրական արդարադատություն կամ արդարադատության այնպիսի բարձր ացանից իրականացվելու դեպքում, ինչպիսին է օրինակ Հայաստանում վճռաբեկ դատարանը եւ իհարկե սահմանադրական դատարանը, դատավոր նշանակված անձը ըստ սահմանադրության ոգու մեկնաբանության պետք է ունենա այնպիսի հատկանիշներ մարդկային եւ մասնագիտական, որոնք բացառեն իր կողմից արդարադատության իրականացնելու անհնարինությունը։ Պարոն Գրիգորյան, հետևաբար ուզում եմ անդրադառնալ սահմանադրական դատավորների պահվածքին։ Դուք նշեցիք արդեն, որ այնուամենայնիվ կարողացան ապահովել բարձր դատարանի դատավորներին բնորոշ մթնոլորտ։ Ես կպատասխանեմ միայն իմ մասով, ես գտնվել եմ սահմանադրական դատարանում, ես ներկայացրել եմ սահմանադրական դատարանին դիմումի վերաբերյալ բացատրություններ, միջնորդություններ, փաստարկներ, պատասխաններ եւ գտնում եմ, որ սահմանադրական դատարանում իրականացվել է սահմանադրական արդարադատություն։ Չի կարելի ակնկալել, որ բոլոր այն գործունեություններում, որտեղ մարդկային գործոնը գերակշռում է, որը դատավորի դեպքում եւս գերակշռում է, քանի որ դատավորը նույնպես մարդ է, լինելու են որոշակի դրսևորումներ, որոնք կարող են արտաքուստ
ընկալելի կամ ընդունելի չլինել, սակայն դա որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես ոչ պատշաճ արդարադատության իրականացում։ Իսկ ընդգծված քաղաքական կողմնորոշումը, որովհետև մամուլը գրում էր, որ Սեդա Սաֆարյանի դեպքում առնվազն երբ նա ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր, նա խոստացել էր Նիկոլ Փաշինյանին ոչ մի դեպքում չի հաստատեցնել նրան։ Ձեր կողմից ներկայացվածը բարձրաձայնվել էր կողմերի կողմից, Սահմանադրական դատարանի ոչ մի դատավոր, օգտվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքից իրեն տրված լիազորությամբ, չբարձրաձայնեց դրանով պայմանավորված դատավորի գործի քննության անհնարինության հարց, որը անգամ բարձրաձայնվելու դեպքում պետք է ըստ էության քվեարկվեր։ Իսկ ձեր անձնական դիրքորոշմամբ արդյոք սա վայել էր Սահմանադրական դատավորի կեցվածքին հաշվի առնելով այս հանգամանքը խոսում։ Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ իմ անձնական դիրքորոշումը եւ իմ մասնագիտական դիրքորոշումը Սահմանադրական դատարանի հարցում միատեսակ է, կոնկրետ։ Բոլոր այն անձիկ, ովքեր պաշտոնավարում են բարձր դատարաններում, կոչված են լինելու բարձր դատարան եւ անկախ իրենց կողմից դրսեւորված վերաբերմունքի եւ դիրքորոշման արդարադատությունը պետք է իրականացվի, որովհետեւ հակառակի դեպքում մենք ունենանք առհասարակ արդարադատության բացակայություն, որը շատ անգամ ավելի վտանգավոր է, քան թեկուզ եւ կամ ենթադրյալ վատ արդարադատությունը։ Հետաքրքիր տեսակետ եք հայտնում, պարոն Գրիգորյան, անդրադառնանք ԿՀ-ի ղեկավարի ու ներկայացուցիչների վերակ փաստարկներին։ Մասնագիտական առումով, եթե գնահատեք, ինչպես էին պատրաստվել այս process-ին, արդյոք իրենց վերած փաստարկները կամ պատասխանները բավարար հիմք էին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որևէ նորություն չներկայացրեց Սահմանադրական դատարանում, իրենք մնում են իրենց պնդմանը, որ իրենք կարող են անվավեր ճանաչել ընտրական տեղամասի քվեարկությունների արդյունքները, որը իմ կարծիքով իրավագիտության հետ աղերս չունեցող տեսակետ է։ Երկրորդը իրենք պնդում են, որ ազգային ժողովում մեկ քաղաքական ուժի պակաս ներկայացված լինելը որևէ կերպ չի ազդում ընտրությունների արդյունքների վրա, որը եւս իրավական գոյության իրավունք չունի, որպես կարծիք կարող է լինել, բայց դա չի կարող լինել իրավաբանական, պետական մարմնի, պրոֆեսիոնալ մարմնի հայտնած դիրքորոշում, ինչևէ խնդիրը կայանում է նրանում, որ Սահմանադրական օրենքներ եւ սահմանադրական օրենքներով կարգավորվող իրավահարաբերություններում ներգրաված սուբյեկտները առնվազն չունեն սահմանադրական իրավունքի համար անհրաժեշտ իրավագիտակցության բարձր մակարդակը, պայմանավորված օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով, որի վերջնարդյունքը հենց այսպիսինն է լինում, ինչպիսին կա։ Ճիշտ եմ հասկանում, որ Վահագն Հովակիմյանի այն պատճառաբանությունը, որ եթե մենք վերաքվեարկություն իրականացնեինք այդ 3 ընտրատեղամասերում նորից, տակտիկական ընտրության վտանգ կլիներ, այսինքն մարդիկ հստակ իմանալով, որ այս քաղաքական ուժը այսքան ձայն է ձեռք բերել, այնպես կքվեարկեին, որ այդ քաղաքական ուժը անցներ, եւս չի համապատասխանում օրենքի տառին։ Դա ուղղակի մանիպուլյացիա է, նախ այդ դեպքում Սահմանադրական օրենքով նախատեսված վերաքվեարկության ինստիտուտը առհասարակ կդադարի գոյություն ունենալ եւ կյանքի կոչվել, եւ երկրորդը այդ երկու ընտրական տեղամասերում, որոնց արդյունքները անվավեր է ճանաչվել ԿՀ-ի կողմից, դիմող Բարգավաճ Հայաստան կուսակցությունը կոնկրետ ստացել էր քվեների այնպիսի քանակ, որոնք բավարար էին իրեն ազգային ժողովում ներկայացված լինելու համար։ Հետևաբար, եթե անգամ տակտիկական վերաքվեարկության վերաբերյալ իրենց դիրքորոշումները ընդունենք ի գիտություն եւ անգամ գնահատենք նման ռիսկ, ապա ոչինչ չի փոխվելու, որովհետեւ արդենից Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարել էր շեմը, ստացել էր բավարար քվեարկություններ եւ եթե իրականացվի վերաքվեարկություն ու տակտիկական վերաքվեարկություն, ապա նույնն է տեղի ունենալու, ինչ արդեն տեղի էր ունեցել։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ուղղակի հաղթահարելու է ազգային ժողովում ներկայացված լինելու համար անհրաժեշտ մանդատների բաշխման կարգին մասնակցելու համար բավարար կողմ քվեարկությունների շեմը։ Հետևաբար այս մեկնաբանությունը այս դեպքում առհասարակ կիրառելի չէր։ Ճիշտ եմ հասկանում, որ սրանով իրենք ապացուցում են, որ իրենց հիմնական նպատակը ԲՀԿ-ին ազգային ժողով մտնել թույլ չտալն է։ Սրանով իրենք ապացուցում են, որ իրենք որևէ կապ չունեն սահմանադրության, սահմանադրական օրենքների եւ ընտրական գործընթացների պատշաճ կազմակերպման հետ։ Եվ եթե մինչև 5 աղյուսակով գնահատեիք ԿՀ-ի, նախագահի, ղեկավարի ու ներկայացուցիչների ելույթները, վերած փաստարկները որտեղում կգտնվեին իրենք։ Տիկին Ալոյան, մի նկատառում
Ձեր հարցը վերաբերում է կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոլեգիալ մարմին է եւ գնահատական պետք է հնչեցի բոլորի վերաբերյալ։ Չի կարելի կենտրոնական ընտրական հանձնաժողովի միայն նախագահի գործողությունները դիտարկել որպես ֆիզիկական անձի գործողություններ, որովհետև նա հանդես է գալիս կենտրոնական ընտրական հանձնաժողովի անունից եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովից որևէ անձ չի ունեցել այլ դիրքորոշում։ Հետևաբար, եթե քննարկում են քաղաքական, իրավական, մարդկային պատասխանատվություն, ապա պատասխանատվության սուբյեկտները պետք է արդարության սկզբունքով ընտրվեն։ Կոլեգիալ մարմինների դեպքում, որտեղ որևիցե անձ այլ դիրքորոշում չի հայտնել, ընդ որում կենտրոնական ընտրական հանձնաժողովի 3 անդամներ ներկային սահմանադրական դատարանի նիստին եւ պաշտպանում էին պայմանական ասած ԿՀ դիրքորոշումը։ Հետևաբար գնահատականը վերաբերելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի բոլոր անդամներին։ Եվ ինչպիսին է ձեր գնահատականը։ Ընտրությունների պատշաճ կազմակերպում մինուս 1-ից անդին հակառակողությամբ, այո, մինուս անվերջություն կարելի է գնահատել։ Ընտրությունների արդյունքների պատշաճ ամփոփում կրկնակի մինուս, սահմանադրական օրենքների եւ սահմանադրության մեկնաբանություն մինուսի խորանարդ։ Լավ պատասխան էր։ Անդրադառնանք ՔՊ-ին կողմ դարձնելու հանգամանքին։ Ձեր գործընկերները, իրավաբանները, փաստաբանները ասում են, սա աննախադեպ է, իրավապչապ չէ, որովհետև ՔՊ-ն քաղաքացիական պայմանագիրը կողմ չի հանդիսանում։ Մենք ունենք իշխանություն, որոնք կազմակերպել են, անցկացրել են ընտրությունները, մենք ունենք կողմ ընդդիմադիր ուժերը, որոնք դիմել են սահմանադրական դատարան, եւ կա դատարանը, որը իրականացնում է այդ քննությունը։ Նպատակը կամ իմաստը ո՞րն էր ՔՊ-ին կողմ դարձնելը, պարոն Գրիգորյան։ Նախ նույն պրակտիկան կա 2021 թվականին, ծանոթ չեմ այլ մեկնաբանությունների, բայց դա ճիշտ դատավարական պրակտիկա է, քանի որ ուղղակիորեն ընտրությունների արդյունքների հետ կապված վեճերը առաջվում են իշխող կուսակցության շահերին, իրավունքներին եւ ազատություններին, ընդ որում թե քաղաքական իմաստով ազդելով նրանց մանդատների եւ քանակի վրա, թե կազմակերպչական առումով, որովհետեւ վերջապես ընտրությունները կազմակերպվել են ըստ էության ՔՊ-ի կողմից, թեև իրենք ներգրավել են, որովհետեւ ընտրությունների արդյունքները ազդում են իրենց քաղաքական ուժի արձանագրած արդյունքների վրա։ Այսինքն իրավաբանորեն դա պատճառաբանված էր։ Իրավաբանորեն դա հիմնավոր եւ շատ ճիշտ որոշում է։ Նույնը երբ որ մենք վարչական դատարանում վիճարկում ենք կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2 որոշումները, ընտրական տեղամասի քվեարկությունների արդյունքները անվավեր ճանաչելու վերաբերյալ, ՔՊ-ն եւս ներգրավել էր որպես երրորդ անձ։ Դուք իհարկե մեր զրույցի սկզբում ասացիք, որ վերջնական որոշումը հայտնի կլինի այն օրը, երբ սահմանադրական դատարանը այդ որոշումը կհրապարակի։ Այնուամենայնիվ ենթադրում եմ, որ արդեն գիտեք մոտավորապես ինչ բովանդակությամբ է լինելու այդ որոշումը։ Ես չգիտեմ եւ չեմ կարող իմանալ, թե ինչ բովանդակությամբ է լինելու սահմանադրական Իսկ ինչ դատարանի որոշումը։ ակնկալիքներ ունեք։ Որ միշտ բոլոր դատարաններից ես ինքս անձամբ ունեմ արդարադատություն իրականացնելու եւ արդարադատությանը ականատես լինելու ու արդարադատության արդյունքում շահառու լինելու ակնկալիք։ Այսինքն հույս ունեք, որ սահմանադրական դատարանը ընդառաջ է գնալու ընդդիմության դիմումին եւ այս ընտրությունները ոչ լեգիտիմ է ճանաչելու։ Սահմանադրական դատարանը ընդառաջ չի կարող գնալ որևէ մի քաղաքական ուժի կամ որևէ դիմողի դիմումի։ Բավարարելու է ընդդիմության դիմումը։ Սահմանադրական դատարանը պետք է իրականացնի սահմանադրական արդարադատություն, ուսումնասիրի վեճը, հիմքերը, հիմնավորումները, փաստերը եւ կայացնի իր սույն գործը որոշումը։ Իսկ ընդդիմադիր ուժերը կարողացան իրենց ներկայացրած փաստերով համոզել սահմանադրական դատարանին իրենց խնդրի ճշմարտացիության մեջ, թե այնուամենայնիվ սահմանադրական դատարանների զուտ մարդկային նախապատվությունները կարող հանգամանք են լինելու։ Ես սահմանադրական դատարանի դատավոր չեմ, հետեւաբար չեմ կարող ասել արդյոք սահմանադրական դատարանի դատավորները համոզվեցին ընտրությունների արդյունքների վրա էական, պարբերաբար, չդադարող ազդեցության փաստարկների վերաբերյալ արդյոք ձևավորվեց համոզմունք թե ոչ, բայց ինձ մոտ այդ համոզմունքը առկա էր եւ ավելի ամրապնդվեց։ Եվ վերջում այսպեսի մի հարց, պարոն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյանը, որը երկար տարիներ խոսում էր վեթինգ իրականացնելու մասին, արդարադատության համակարգը բարեփոխելու մասին, եւ հայտարարեց ի վերջո, որ կա արդյոք այդպիսի մի դատավոր, որ իր զանգին չպատասխանի կամ այդ իր
WhatsApp-ով նամակների բովանդակությամբ գործերի ընթացք չտա, հանկարծ վերջին շրջանում սկսում է բողոքել արդարադատությունից ու հայտարարել, որ արդարադատությունը իրականացվում է ոչ այն ձևով, ինչպես պետք է իրականացվի, միայն էլիտաների համար է, հարուստների համար է եւ այլն։ Ինչով եք պայմանավորում Փաշինյանի կողմից արդարադատության համակարգի հասցեի նմանատիպ հայտարարությունները։ Ինչի մասին է սա խոսում։ Նախ Հայաստանում էլիտաներ չկան։ Չկան էլիտաներ, որևէ տեսանկյունից էլիտաներ չկան։ Առհասարակ էլիտաներ չկան։ Դրա համար էլ այսքան խնդիրներ կան։ Եթե ունենայինք մշակութային, ձևավորված քաղաքական, տնտեսական, մշակութային էլիտաներ, այսպիսի բազմակողմանի տխուր իրավիճակում չենք հայտնվի, սա մեկ։ Հետևաբար, եթե չկան էլիտաներ, չի կարող լինել արդարադատություն միայն էլիտաների համար։ Երկրորդ, գուցե հերթական անգամ նոր թիրախներ են փնտրվում, որպեսզի գալիք խնդիրները բարդվեն նրանց վրա, երևի հարցը առավել ճիշտ կլինի ուղղել այն մարդուն, ով որ հնչեցրել է այդ միտքը։ Պարոն Գրիգորյան, իշխանությունները հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավարության բաստիոն է, ժողովրդավարության առաջատարն է, առաջամարտիկն է։ Հասկանալի է, որ ժողովրդավարության բաստիոն հռչակված երկրում արդարադատության եւ իրավապահ համակարգը եւս պետք է բարձունքում լինեն։ Արդյոք այսօր մեր արդարադատության եւ իրավական համակարգը համապատասխանում են բացարձակ ժողովրդավարական բաստիոնի մակարդակին կամ գոնե դրա որդեգրած չափանիշներին։ Նախ ժողովրդավարության բաստիոն ինքնահռչակվելը դա դեռ չի նշանակում, որ պետությունը ժողովրդավարության բաստիոն է։ Ես եւ դուք էլ կարող ենք Դալայ Լամա հռչակվել, ինքնահռչակվել, բայց դա մեզ դեռ Դալայ Լամա չի դարձնի։ Երկրորդ, իրավական են գործիքակազմը, որը ներդրվում է Հայաստանում, ամենևին կապ չունի ժողովրդավարության եւ ազատության հետ, նույն այդ հեռախոսի իմեյլ ծրագրերի հետ կապված, հարկային վերահսկողությունը, բանկային վերահսկողությունը, թվային անվտանգության անկումը, թվային տվյալների վերահսկողությունը պետական մարմինների կողմից, ուղիղ հակառակի, ես կասեի թվային գուլագի ձևավորման վարձուցիչ են։ Եվ վերջապես այս իշխանությունը արդեն 8 տարի է, ինչ իշխանություն է, եւ ուներ շատ էական ժամանակ, 8 տարի ժամանակ, ավելին քան անգամ Լևոն Տեր-Պետրոսյանն է որպես նախագահ իշխել Հայաստանում, իրենց պատկերացմամբ իրական արդարադատություն կերտող համակարգ ստեղծելու համար։ Եվ եթե չեն կարողացել անեն, դա արդեն կոնկրետ ցուցիչ է աշխատանքի որակի, ընդ որում իրենց իսկ գնահատականն է իրենց աշխատանքի վերաբերյալ։ Իդեպ շատ հետաքրքիր թեմա շոշափեցիք իմեյի այս գրանցումները, այո, հեռախոսների եւ այլն, այսինքն մարդկանց անձնական կյանքի տոտալ վերահսկողության։ Դա ինչի համար է, մարդկանց շրջանում վախ ստեղծելու, թե վերահսկման մեխանիզմները շատ ավելի հեշտ դարձնելու ու հասանելի դարձնելու համար։ Իրականում թեման շատ երկար է, միայն իմեյ համակարգի մեջ չի խնդիրը, այլ այն ամբողջության, որը ձևավորվելու է նաև իմեյ համակարգերի ներդնելուց հետո, հարցը վերաբերում է անձնական նամակագրության գաղտնիության խախտմանը, որը շատ հաճախ դրսևորվում է, երբ նախաքննական մարմինները ստանալով անձնական նամակների թույլտվություն, ստանում են մեկ անձի վերաբերող թույլտվություն, բայց այդ նամակները շոշափվում են ոչ միայն այդ տվյալ անձին վերաբերող, այլև շատ այլ անձանց վերաբերող տեղեկատվություն։ Դրան գումարած իմեյ համակարգը պարտադիր անկանխիկ գործելավոճը, պարտադիր անկանխիկ վճարումներ կատարելը։ Գիտեք, հարցի պատասխանը իրականում շատ երկար է, ինքնին իմեյ համակարգը իրենով փոքր ռեպրեսիվ գործիք կարող է լինել, սակայն եթե այն համադրում ենք օրինակ նախաքննական մարմինների կողմից անձանց նամակագրությունը վերծանելու, կարդալու թույլտվությունների եւ դրանց բավարար մանքանակների հետ, բացառապես անկանխիկ վճարումներ կատարելու քարոզի եւ պարտադրանքի հետ, առողջապահության համակարգի, նույն առողջապահությանը վերաբերող եւ անձանց առողջությանը վերաբերող էլեկտրոնային հավելվածների, առողջապահության նախարարությանը տրված անձանց առողջության վերաբերյալ բժշկական գաղտնիքի տիրապետման հետ որպես մեկ միասնություն, մեկ համակարգ, ապա ակնհայտորեն ակներև է դառնում, որ մեր բոլոր գաղտնիքները ամենևին էլ գաղտնիք չեն եւ պետությունը ստեղծում է բոլոր գործիքակազմերը դառնալու գաղտնիքների միակ տիրակալը, այսինքն բացառելով մարդկային ազատության որևիցե դրսևորում։ Ազատությունը եւ ազատության իմիտացիան շատ տարբեր տերմիններ են եւ շատ տարբեր բովանդակություն ունեն։ Գուցե իմիտացիայով շատ ազատ է Հայաստանը,
բայց իրավական գործիքակազմը եւ դրա կիրառումների պարբերականությունը ուղիղ հակառակի մասին են վկայում։ Այսինքն այս նոր օրենքով իմ եւ ձեր անձնական կյանքի գաղտնիության իրավունքը կոպտորեն խախտվում է եւ դառնում է հանրության սեփականությունը։ Ոչ, այս նոր օրենքով իմ եւ ձեր անձնական կյանքի արդեն իսկ խախտված գաղտնիության սկզբունքը հասնում է խախտման ավելի նոր, ավելի ուժեղ ու ավելի կոպիտ մակարդակի։ Իսկ ինչին է միտված ընտրողների իրավունքները սահմանափակելու մասին նոր օրենքը։ Հերթական հակասահմանադրական նախագիծն է։ Մեր սահմանադրությունը հստակ է նշում, թե ով ունի ընտրելու իրավունք, ընդ որում որևիցե ցեզ չի սահմանում, դրանից դուրս որևիցե կարգավորում, դրան ավելի սահմանափակող սահմանադրությամբ նախատեսված ձևակերպումից առավել շատ սահմանափակումներ նախատեսող ցանկացած օրենք ուղղակիորեն հակասում է սահմանադրությանը։ Այսինքն այն պատճառաբանությունները, որ տարվա մեծ մասը Հայաստանից դուրս բնակվող ՀՀ քաղաքացին իրավունք չունի գալ եւ ընտրություն կատարել, իրավաչափ չեն։ Սահմանադրական չեն։ Իսկ նպատակը ո՞րն է, պարոն Գրիգորյան, ինչ նպատակով են այսպես հաճե փախուռն այս օրենքը վերել ազգային ժողով, հիմա էլ արդեն ընդունել են։ Հեղինակներին պետք է հարցնել, բայց մի նկատառում օրենքները սահմանադրական են, քանի դեռ սահմանադրական դատարանը հակառակի մասին որոշում չի կայացրել կիրառման առումով։ Տեսեք, ես նոր գնահատեցի, որ դա հակասահմանադրական է, բայց այդ օրենքը գործելու է, քանի դեռ սահմանադրական դատարանը որոշում չի կայացրել հակառակի մասին։ Հետևաբար, որոշակի հետևանքներ վրա կհասնեն ամեն դեպքում։ Այսինքն հույս ունեք, որ սահմանադրական դատարանի կողմից որոշակի արձագանք կլինի օրենքի մասով։ Քանի դեռ ոչ ոք չի հայտարարել, որ դիմելու է սահմանադրական դատարան, այդ հույսն էլ չունեմ։ Սահմանադրական դատարանը քննում է օրենքների սահմանադրականությունը բացառապես պատշաճ դիմողների կողմից ներկայացված դիմումների հիման վրա։ Քանի դեռ այդ գաղափարը օրենքի նախագիծ է եւ օրենք չի դարել, եւ դրանից հետո կամ նախագահը կամ ազգային ժողովի դիմող սուբյեկտներ, օրինակ 1/5-ը չեն դիմել սահմանադրական դատարանը չի կարող անգամ քննարկել օրենքի հակասահմանադրականության հարց։ Մամուլը գրում է, որ այս նախագծի հիմնական կարևորագույն առաքելությունն այն է, որպեսզի հնարավոր լինի նոր սահմանադրության ընդունումը առանց հանրաքվեի։ Կամ հանրաքվեն իրականացնել շատ ավելի քիչ պահանջվող ձայների միջոցով, որպեսզի կարողանան ընդունել այն սահմանադրությունը, որի մասին ամիսներ շարունակ կամ 2022 թվականից հետո սկսել է ակնարկել Ադրբեջանը։ Հանրաքվեի արդյունքում ակտի ընդունելությունը հստակ կարգավորված է սահմանադրությամբ։ Եթե այս նախագիծը այդ նպատակն է հետապնդում, ուղղակիորեն չի ծառայելու այդ նպատակին, իհարկե չեմ բացառում, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հերթական անգամ սխալ կհաշվի կամ սխալ կամփոփի կամ սխալ կկիրառի օրենքը։ Կամ էլ կչեղարկի ընտրատեղամասերի քվեարկությունը, օրինակ։ Բացառված չէ։ Պարոն Գրիգորյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր սահմանադրագետ Վահե Գրիգորյանը, կհանդիպենք։